Եվ իրավապահ համակարգի կարողությունների զարգացման տեսանկյունից համագործակցում է տարբեր երկրների անհանգստություններ են հայտնում ճանապարհի թրիփի հետ կապված, ասում են այն Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ է, անվտանգային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել եւ ՆԱՏՕ-ի ներգրավվածություն կարող է լինել։ Ինչու է պայմանավորված, որ ավելի կոստացնում է Իրանը ինչ որոշում, արդյոք նոր մանրամասներ են ի հայտ եկել, դրանով է պայմանավորված։ Չէ, որևէ նոր մանրամասն ի հայտ չի եկել, թրիփը ինչպես կար, շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, եթե կուզեք նաև որոշ առումով բիզնես նախագիծ, այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, այդ նախագծում որևէ անվտանգային բաղադրիչ չկա, դրա նպատակն է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը, նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում։ Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա, դուք հիշում եք նաև, որ ավելի վաղ շրջանում, երբ որ նախագիծը նոր էր ներկայացվել Իրանի արտգործնախարարը եւ այլ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով ասելով, որ իրենց անհանգստությունները փարատված են եւ եթե լինում է որևէ անհանգստություն օպերատիվ կերպով Հայաստանի Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետեւ նախ Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու, Հայաստանը ունի որոշակի շրջանակ համագործակցության ՆԱՏՕ-ի հետ, որը չի ենթադրվում որևէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ու ընդհանրապես թրիփի համատեքստում դրա մասին խոսելը կարծում եմ նպատակահարմար չէ, որտեղ թրիփը նորից եմ կրկնում ենթակառուցվածքային նախագիծ։ Պարոն Խանդանյան, այսինքն անհանգստացած չէ Իրանից հնչող այս գնահատականներով, նկատի ունեմ իշխանությանը չի անհանգստացնում Իրանից հնչող այս գնահատականները։ Չէ, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք եւ երբ որ լինում են նման անհանգստություններ, ակտիվ քննարկում ենք այդ հարցերը եւ փարատվում են։ Նույնիսկ խորհրդարանական մակարդակում նախորդ շաբաթ գործընկերս Իրանից պատգամավորների էր հյուրընկալել եւ նաեւ այդ թեմաներն են քննարկվել։ Այստեղ ես որևէ անհանգստանալու բան չեմ տեսնում։ Բայց եթե փարատվում եք, ինչու են շարունակում խոսել, պարոն Խանդանյան։ Եղել է հայտարարություն եւ բայց նաեւ եղել են դրան նախորդող հայտարարություններ, կխոսենք, կհասկանանք ինչն է խնդիրը եւ մեր գործընկերները կխոսեն։ Եվ կարգվի Իրանի հետ մենք շատ լավ քաղաքական երկխոսություն ունենք եւ մեր հարաբերությունները չեն կարող որևէ կերպ ստվերվել որևէ նախագծի։ Խանդանյան, հնարավոր է եւ իրանական եւ օրինակ ռուսական ինչ-որ ընկերություններ ներգրավեն այդ ճանապարհի կառուցմանը, որպեսզի այս մտահոգությունները անցնեն, այդպիսի տարբերակներ քննարկվում են, թե Տեսեք, այս պահի նման հարցեր չեն քննարկվում, որովհետեւ այս պահին առայժմ քննարկվում է իրավական շրջանակը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև պայմանագրի եւ կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ, այնուհետև բոլոր հարցերը պետք է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կոնկրետ TRIP նախագծի վերաբերյալ կոնսենսուսով որոշվել, բայց նաեւ նշեմ, որ Իրանը այլ ենթակառուցվածքային ծրագրերում ներգրավված է Հայաստանում, օրինակ Սյունիքի մարզում հյուսարավ ճանապարհի շինարարության մի հատվածում, դե Ռուսաստանը էլ չասենք, որ վաղուց է ներգրավված Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում նկատի ունենալով Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության կոնցեսիան Հայաստանում, ուստի այս առումով ես կարծում եմ մեր գործընկերությունը տարբեր մեր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր երկրների հետ բալանսավորված է։ Պարոն Խանդանյան, եկել հարց եմ տալիս։ TRIP-ի հետ կապված Ռուսաստանն ասում է, որ պատրաստ են քննարկել Թրամփի ու նախաձեռնության պարամետրերը Մոսկվայի հնարավոր մասնակցություն այս նախագծում։ Նախ ինքն ասել ինչպես է Ռուսաստանի ներկայությունը հնարավոր եւ ռուսական կողմը նաեւ նշելով, որ Հարավկովկասյան երկաթուղի իրենց բուստեր ընկերությունն է, ակնկալիք ունեն ըստ էության, որ պետք է TRIP-ի ու երկաթուղի հետ կապված են իրենք մասնակցություն։ Թե քիչ առաջ պատասխանեցի TRIP նախագիծը երկկողմ նախագիծ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններ ընթանում, հետագայում որևէ կողմի, որևէ ընկերություն լինի, պետություն լինի, դրա ներգրավման հարցերը հետագայում են քննարկվելու ինչպես խաղաղության Վաշինգտոնյան հռչակագրում է նշված կողմերի համաձայնությամբ, այսինքն կոնսենսուսով։ Ինչ վերաբերում է Հարավկովկասյան երկաթուղիների Հարավկովկասյան երկաթուղիների բալանսում գտնվող երկաթուղիները հստակ են եւ նոր կառուցվող Հայաստանի հարավով երբ որ կառուցվի նոր երկաթուղին, այդ երկաթուղին բալանսում
չէ եւ ենթադրաբար trip ընկերությունն է երկարաժամանակագործում։ Ես դա հավանական չեմ համարում, որ դա կարող է դեպել բանոսում։ Այսինքն համաձայնությամբ պետք է գործի ԱՄՆ-ի հետ։ Իհարկե, Հայաստանի դիրքորոշումը որն է այս հարցում։ Որ հարցում։ Ռուսաստանի Դա պետք է, գիտեք, դա բիզնես հարց է, այսինքն դա քաղաքական հարց չէ, դա բիզնես հարց է, այսինքն պետք է հասկանալ, թե որ ընկերությունը ինչքան ներդրում է պատրաստվում անել, ինչ պարամետրերով եւ այլն, այստեղ ավելի շատ ես թվում է տնտեսագետներն ու ֆինանսիստները այս հարցին պետք է պատասխանեն։ Եվ այդ առաջարկը պիտի լինի, հա, թղթի վրա։ Գումարը երբ են տալու եվրոպացիները այդ 12 միլիոնի։ Ես չգիտեմ ճիշտն ասած, դա չեմ կարծում այդպես մեկ բանկային փոխանցմամբ գումար են փոխանցել։ Դա ինչ-որ գուցե դասընթացներ լինեն, գուցե ձեր համար ինչ-որ նաև ձեր ինչպես ասացի լրատվամիջոցների հասարակական կազմակերպությունների ներգրավվածություն լինի, այսինքն դրանք ծախսվելու են գուցե դրանք որոշակի ծախսերի համար նախատեսված միջոցներ է, որը Եվրամիությունը ցանկանում է դա, բայց թե դա ինչպես է փոխանցվելու դրա մասին Պարոն Խանգոյան, վարչապետը ասում է, որ TRIP-ը պիտի գործարկվի մոտավորապես առաջին 6 ամսակի սկզբին մոտավորապես եկող տարի, բայց քանի որ այդքան անպարզ բաներ կան, Վարչապետը չի ասել, որ կգործարկվի, վարչապետը ասել է, որ մենք ակնկալում ենք, որ այս տարվա մինչև ավարտ այդ շրջանակը կհստակեցվի, երկրորդ մյուս տարվանից արդեն կսկսվի նախագծումը եւ հետո շինարարությունը, այսինքն գործարկումը դեռ ավելի ուշ։ Խանգոյան, վերադառնալով Եվրոպական միությունն երկրներ, որտեղ ներարկումներ եւ փորձ ինչ է ցույց տալիս այդ ներարկումները իրենց նպատակին ծառայել։ Մի քիչ ես նորից եմ ուզում եկեք չկենտրոնանանք այդ Ուզում եմ հասկանալ, որտեղ ֆինանսական ժողովրդավարությունը համաշխարհային մակարդակով դա այդքան ահռելի գումար չէ, Նա չափը կասեք։ Տարել են շուրջ տալու Հայաստանում եւ օրինակ որոշ լրատվամիջոցներ կամ որոշ լավ լրատվամիջոցներ օրինակ չպեն, որոշ բլոգերներ անձին սկսելու են ժողովրդավարության պաշտպանության խոսել, հա, դա մեխանիզմը մենք այդպես ենք պատկերացրել, բայց այդպես չի լինելու։ Կա ավելի շատ մեթոդաբանություն, կանոններ, թե ինչպես կազմակերպել ավելի լավ ռազմավարական հաղորդակցություն, ինչպես ավելի դիմակայուն դարձնել բանը ֆինանսական համակարգը, բանկային համակարգը, որտեղ հիբրիդային հարձակումների ժողովրդավարական համակարգը, ֆինանսական համակարգերը Դե կա այդ գործիքակազմը Եվրամիության անդամ երկրներ, հենց անդամ երկրներում կա նման փորձառություն, կուտակել է նման փորձառություն Եվրամիությունը եւ պատրաստ է գիտելիքով փորձով կիսվել այստեղ եւ նաեւ որոշակի ֆինանսական Ասում եք Հայաստանը ժողովրդավարության բաստիոնը, կարող մեր ժողովրդավարությունը արտահանեք եւ Թող Աստված ձեր ձայնը լսի եւ շատ երկրներ եւ ես կարծում եմ նաեւ Հայաստանի օրինակը կարող է եղել է օրինակ այլ երկրների տարբեր շրջանակների համար։ Մեզ փող որևէ մեկը չի տվել ժողովրդավար դառնալու համար, Հայաստանի ժողովուրդն է այդպես որոշել։ Խանգոյան եղեցին, որ ինչ օրինակ մենք կարող ենք արտահանել ժողովրդավարության առումով Եվրոպայինակ Փարիզի Աստվածամոր տաճարից ինչպես քաղաքացու բերանը փակած դուրս հանելը, հա։ Ես խորհուրդ կտամ ձեզ երբեմն նայել օրինակ Ֆրանսիայում բողոքի ակցիաները եւ ոստիկանության գործողությունները եւ հետո նայել Երևանում բողոքի ակցիաները եւ ոստիկանության գործողությունները եւ գտնել տարբերությունները, հետո այդ թեմայի շուրջ միասին կզրուցենք։ Ժողովրդավարության պաշտպանությունը բիրտ գործիքակազմիկ իրարում Ժողովրդավար, երբ որ պետականությունը, պետության անվտանգությունը սասանվում է, իհարկե համապատասխան ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունեցող մարմինները կարող են համաչափ ուժ կիրառել եւ դա բան, հա, միայն դա կանոն է ոչ թե միայն Հայաստանում, այլ դա
համաշխարհային կանոն։ Պարոն Խանդարյան, մտահոգությունն այն է, որում ուզենաք լրացնել, կարող եք ազդեցության օրինակ գործական հռչակել եւ կանոնավորել։ Հիմա արդյոք այս ամեն ինչին հաջորդելու է կանոնավորել։ Եթե նման ցանկություն լիներ, հիմա Հայաստանում շատ լուրջ կլիներ, բայց ինչպես տեսնում եք, Հայաստանում բոլորը ակտիվ աղմկում են եւ ես չեմ իսկապես անկեղծորեն չեմ հասկանում այս աժիոտաժը Եվրամիության, օրինակ, երբ որ Միացյալ Նահանգների հետ կիբերանվտանգության, նաև կիբերանվտանգության եւ արհեստական բանականության համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրեց Հայաստանը, փոխհմբռնման հուշագիր, նման ակտիվություն եւ աժիոտաժ չկար, բայց դա էլ է եւս նման գործիքակազմի ընդհանրում, որ կիբերանվտանգության տեսանկյունից Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու համար։ Պարոն Խանդարյան, քիչ առաջ Հայկ Մամիջանյանն ասաց, որ Եվրամիությունը այս գումարը փոխանցելով կանաչ լույս է վառնում իշխանությունների առաջ, ընտրություններից առաջ, հնարավոր բռնաճնշումների համար, աչք փակելու համար եւ այլն կեղծիքների առաջ աչք փակելու համար, ինչ կասեք։ Հարգելի գործընկերներ, արդեն 7 տարի է բոլորը փորձում են համոզել, որ Հայաստանում ժողովրդավարական process-ն է, բոլորը չէ, ձեր նշած ընդդիմադիր շրջանակները, որ Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները տեղի են ունենում դրսից թելադրանքով եւ այլն, եւ ամեն տարի Հայաստանի ժողովուրդը հակառակն է ապացուցում, ուստի անիմաստ է նման բանի անդրադառնալ եւ երբ որ մենք օրինակ այլ երկրների փորձը ուսումնասիրենք, որոնք ունեցել են եվրոպական ձգտումներ եւ տեսնենք, թե Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները որքան գումարներ են ներդրել այդ երկրներում տարբեր ինստիտուտների զարգացման տեսանկյունից եւ համեմատենք դա Հայաստանի հետ, ապա Հայաստանը շատ էականորեն զիջում է այդ երկրներին, գրեթե 0-ի է ձգտում։ Նկարագրվել եւ հիմնավորել են, որ օգնություն են զվարթակին։ Դուք ամեն օր չեք հետևում լրատվությանը։ Ես կարող եմ տվել, բայց դուք տվեք։ Հայաստանի Հանրապետության համար է եւ Հայաստանի Ռուսաստանի մասին է խոսում։ Հարգելի գործընկերներ, ես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր եմ եւ խոսում եմ Հայաստանի Հանրապետության մասին։ Հայաստանը չի կարող իր հարցերը լուծել, որ դիմում է Եվրամիության եւ այսպես ասենք կոպիտ ասած տղա է բերում։ Բա մեր ինքնիշխանությունը ինչ է։ Հիմա մենք նորից ենք սկսում մեր ասուլիսը, որովհետեւ այս հարցերին բավականին երկար անդրադարձել եմ եւ խնդրում եմ հետ տվեք եւ նորից անդրադարձեք։ Երկու սպառնալի։ Նայր Ազորաբյանն ասում է, Բասի հարց է տվել։ Երկու սպառնալի։ Ապա տեղեկատվություն, օրինակ բացեք մի քանի լրատվամիջոցի հիմա այս միկրոֆոնները տեսնում եմ YouTube-յան ալիքները եւ իրենց վերնագրերը կարդացեք ու դա կարդում են մեր քաղաքացիները։ Բացեք չեք Չէ, ապա տեղեկատվությունը հաստատ չեք գտնել։ Մամուլի ապա տեղեկատվությունը Ես ավելի մեծ պապուլի։ Եվ նաեւ կան կոնկրետ Ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում, այնտեղ կան ֆինանսական անվտանգության հարցեր, որոնք գուցե տեսանելի չեն, բայց նաև այլ երկրների փորձը հաշվի առնելով երևացել է, որ որոշակի ազդեցություններ են կրում նաև այդ համակարգերը, այսինքն թե hardware-ը, թե software-ը, ֆինանսական համակարգերի որոշակի խնդիրներ են առաջանում։ Ռազմավարական հաղորդակցության տեսանկյունից հաճախ բարեփոխումները, որոնք իրականացնում է պետությունը, դրանք թիրախային չեն եւ չեն հասնում լսարանի, սա եւս աջակցության մի ձև է, որը Հայաստանը երեք պարոն Պապոյան ասում էր Հայաստանում ուժով ժողովրդավարությունը տապալելու փորձերը պետքա կանխվեն։ Դա ինչի մասին էր այդ իր պնդումը։ Կա նման վտանգ։ Երեք այդ հարցի պատասխանը։ Չկա։ Ժամանակ չկա։ Նկատի ունեմ կա այդպիսի վտանգ, պարոն Խանդարյան։ Այս ժամանակներում ինչի վտանգ ասես կա արկելի շոու։ Շնորհակալ։